Շնորհակալություն Տիգրան Մարտիրոսյան, թատերագիտական կայք։ Գիտեք, որևէ մեկը ինձ թվում է այստեղ հավաքվածներից չի խոսում ծայրահեղացման մասին, ընդհանրապես արգելելու բոլոր առումներով, որովհետև բոլորս էլ գիտենք, այո, ունի եւ վատ եւ դրական կողմեր։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, ծնողս չի օգտագործում համացանց, սոցիալական կապերի առումով մենք ունենում ենք վեճեր եւ խնդիրներ։ Իմ համար փաստացի ակնհայտ այդ խնդիրի ավարտի, բայց կա հակառակ կողմը, դարձել է այսպես ասած, որ կարող է նույն արվեստի անվան տակ եւ այլ երևույթների անվան տակ համացանցում մատուցվել առնվազն 18+ կոնտենտ բովանդակություն, որը որևէ մեկը չի կարող ինձ ապացուցել, որ չի վնասի մինչև 18, ես ինձ թվում է նաեւ 21 տարեկան երեխայի համար, եթե դա որպես գրականություն կարդա։ Ոնց եք տեսնում, տվյալ, ասենք գրական կայքի պարագայում երեխան կրթական ծրագիրը առաջադեմ երեխա է, կարդացել է, ուզում է մի բանը ժամանակակից հայ գրականությունից կարդա։ Լսել է, որ SS կայքերն է մտնում ու դա է կարդում։ Այսինքն կոնկրետ այդ կայքերի հետ հղումների դեպքում ինչ տեխնիկական միջոցներ, ինչ լուծումներ եք պատկերացնում, որ սահմանափակում լինի, այդ նույնականացման մեխանիզմը ինչ որ ասեց պարոն Մարտիրոսյանը կիրառվի եւ նա չկարողանա դա մտնի կարդա, որտեղ այդտեղ կա պոռնոգրաֆիկ նկարագրություն, որևէ մեկը չի կարող երկին ինձ դա ապացուցի, այնտեղ կա վերից վար հայախոսություն, ագրեսիա, որը նույնպես չի խրախուսում երեխաների համար, որ առերեսվեն եւ սպունգի նման ներքաշեն այդպիսի բովանդակությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց կարծում եմ այն ինչ որ դուք ասում եք շատ կարևոր է ու շատ մեծ ռիսկեր է պարունակում բնականաբար եւ միանշանակ բացական ազդեցություն ունենում է, բայց այդպիսի բազմապիսի կայքեր կան եւ հասնել նրան, որ այդ բոլոր կայքերը դառնան այդ երկրորդ զոնալականացման ճանապարհով գնալու շատ բարդ է։ Կարծում եմ մենք տեխնիկապես չգիտեմ դա ինչպես է հնարավոր ապահովել։ Ենթադրում եմ, որ այստեղ առնվազն ծնողական վերահսկողության գործիքակազմեր պետք է գործեն, որը ծնողը հնարավորություն է ունենում վերահսկի տեսնի իր երեխան ինչ կայքերից է օգտվում, բայց դա նշանակում է, որ ինքը պիտի մի հատ այդ կայքը մտնի, ստուգի դրա կոնտենտը, հասկանա դա երեխայի համար լավ բովանդակություն է թե վատ եւ դրանից հետո թույլ տա երեխան մտնի թե չմտնի։ Սահմանափակումների առումով ես կարծում եմ մենք ավելի շատ խոսում ենք այս պահին են ինչ որ քննարկում ենք ավելի շատ սոցիալական ցանցերի սահմանափակման մասին, բայց սոցիալական այդա է ուզում ասել, որ այդ տեղեկատվությունը սոցիալական ցանցի միջոցով է նաեւ հասանելի դառնում։ Դե հիմա եթե սոցիալական ցանցը սահմանափակենք, բայց երեխաները միայն սոցիալական ցանցերի միջոցով չէ, որ այդ տեղեկատվությունը ստանում են եւ բացի այդ սոցիալական ցանցերն են շատ եւ մենք հասնենք նրան, մենք կարող ենք մետայի հետ բանակցել, լավագույն տարբերակում Facebook, Instagram փակել օրինակ, բայց օրինակ YouTube-ը չեմ ասում հասանելիությունը, բայց YouTube-ն էլ էլի ինքը որպես սոցիալական ցանց չէ, YouTube-ը ծնողական կոնտրոլով հնարավոր է, բայց օրինակ տարբեր հարթակներ կան, որտեղ հենց երիտասարդներն են ավելի շատ օգտվում, օրինակ այդ Discord, Snapchat, չգիտեմ ինչ, որտեղ մենք չենք կարող բոլորը փակել, ու այդ ռիսկը միևնույնն է մնալու է, որ մենք ինչ որ բաներ փակելու ենք եւ հիմա միգրացիա լինելու դեպի այլ հարթակ, որտեղ իրանք համար հետաքրքիր ինֆորմացիան եւ շփումները միևնույնն է ունենալու են։ Դրա համար պիտի լավ մտածել էլ, այստեղ դե պիտի հասկանալ Կներեք շատախոսություն չեմ լի, ես խոսում եմ կոնկրետ գրական կայքերի մասին, դրանք բազմազան չեմ երկրում, հայկական գրական կայքերը, գոնե ես Պարոն Մարտիրոսյանն երևի թե թվային առումով գիտենք քանիսն են, նո առաջադրաններն որ ամենահանչեղն են Գրանիշ, Ցավ, Նոարդիեմը որոշակի թեպետ նա ավելի շատ մշակութային է։ Ու այդ RDM կայ։ Ու հնարավոր է նրանց մանավանդ որ նախարարությունը այդ կայքերի հետ աշխատում է, հնարավոր է աշխատանք տանել, որպեսզի բաց առանց մարքիրովկային, չնայած մարքիրովկան ինքնախապեյությունն է գոնե կայքերի պարագայում, ոչ թե թատրոնների, որ չեն թողի ուղղակի երեխան մտնի, կարելի է աշխատանք տանել, որպեսզի տեխնիկապես երեխան այդ նյութ գոնե հղումին մուտք չունենա։ Շնորհակալություն։ Կներեք, մոռացել է ուղղակի օրինակներից մեկը, ընդհուպ միջև բացի պոռնոգրաֆիան, ագրեսիան եւ հայախոսությունը կա մանկատան երեխայի մանկապղծության տեսարան։ Նախարարության ֆինանսավորած գրական կայքերից մեկն է այդ կոնտենտը դրա։ Այո, չէ, Ռուսաստանում հայ խոպանչին այդպիսի տեսարան կա, որ պատմում է իր ընկերոջը այդ տեսարանի մասին, որ մանկատուն են գնում, կպցրել են մեկին եւ երեխեքի հետ ժամանց են ունենում։ Գրանիշ կայքում։ Իմ ասած այդ
Այո, այն մյուսն էլ գրողոցավն է, էլի գրական կայքը։ Պորնոգրաֆիկը։